Հրավիրում եմ ձեզ միանալ ինձ ձեր աստվածաշնչները բանալ Սաղմոս 52. Please turn your Bibles to Psalm 52. Psalm 52. Սա Տիրոջ խոսքն է, որ պիտի կարդանք։ Երկողների գլխավորին Դավիթի երգ, երբ որ Դովեկ Եդոմացին եկավ եւ Սավուղին պատմեց եւ նրան ասեց, թե Դավիթը Աքիմելեքի տունը եկավ։ Ինչ ես բարձենում չարությունով, ով բռնավոր։ Աստծո ողորմությունը ամեն օր կա։ Քո լեզուն չարություն է հնարում, ինչպես սուր ածելի նենգություն է գործում։ Դու չարն ավելի ես սիրում, քան թե բարին, սուտը ավելի քան թե ճշմարտություն խոսելը։ Դու ամեն կորուստ բերող խոսքը եւ նենգավոր լեզուն ես սիրում։ Աստված էլ կկործանե քեզ հավիտյան, կխլե եւ կհանե քեզ քո բնակարանիցը եւ քո արմատը կենթանիած երկրիցը։ Եվ արդարները կտեսնեն եւ կվախենան եւ նրա վրա կծիծաղեն։ Ահա այն մարդը, որ Աստծուն իրեն զորություն չարավ, այլ իր մեծ հարստությանը հուսացավ եւ իր չարությունով զորացավ։ Բայց ես կանաչացած ձիթենի նման եմ Աստծո տանը։ Ես Աստծո ողորմությանն եմ հուսացած հավիտյանս հավիտենից։ Ես քեզ պիտի կովեմ հավիտյան, որ դու այս արիր, եւ քո անունիդ սպասեմ, որովհետեւ բարի է քո սրբերի առաջին։ Մեր Տերը, մեր Աստվածը, հիմա ով Տեր, այս խոսքը ճանանում ենք հասկանալ եւ բացատրել ու ըմբռնել։ Բայց Տեր, սրան ազդեցիկ դարձնելու համար քո աստվածային զորությանդ կարոտ ենք։ Մեր միտքը, մեր բերանը, մեր ականջը, մեր հոգին, մեր ներքնաշխարհը քո ձեռքերիդ մեջ ենք հանձնում։ Որ Սուրբ Հոգի Տեր, դու մեզ ողողես, դու մեզ ծրարես, դու մեզ առաջնորդես, դու մեզ ուսուցանես եւ խոսքի ճշմարտությունը մեր կյանքերի մեջ դրոշմես, տեղավորես եւ պատղատու դարձնես։ Դուր մեզ լսող ականջ, կամեցող սիրտ եւ գործունյա ոտներ ու ձեռքեր, որպեսզի քո կամքդ ոչ թե միայն խոսենք, լսենք, հասկանանք, այլ դրանով մեկտեղ նաեւ գործադրենք։ Իբարս քեզ։ Ամեն։ Անցյալ անգամ այս Սաղմոսի հերթական բացատրողական սերտողությունը սկսելով տեսանք, թե այս Սաղմոսը մեզ հավատացյալներիս եւ Քրիստոսով փրկյալներիս ուսուցանում է, թե մենք ինչպես պիտի վարվենք որպես հավատացյալ, երբ որ անդրադառնում ենք, որ մեկը ինչ որ մեր մասին չարախոսել է, մեր ետևից է խոսել, եւ այդ չարախոսությունը մեր ականջին է հասնում։ Հավատացյալը ինչ պիտի անի, երբ որ լսում է թե կամ անդրադառնում է, որ իր մասին ծուր, անհեթեթ, նվաստեցնող, նենգամիտ, վտանգավոր, վնասակար խոսքեր են խոսվել։ Եվ գիտենք, որ այդ չարախոսությունը անողը ով է։ Անցյալ անգամ նշեցինք, թե այս Սաղմոսը մեզ 6 կետեր է ուսուցանում, թե մենք որպես հավատացյալներ, որպես լույսի որդիներ, ինչ պիտի անենք այսպիսի պարագային, ինչ պիտի մտածենք, ինչ պիտի ասենք եւ ինչ պիտի անենք։ Անցյալ անգամ որպես նախաբան տեսանք, որ այս Սաղմոսը գրվեց այն պահին, երբ Դավիթը արդեն իսկ Եդոմացի Դովեկը նրա մասին Սավուղի ականջին լրատարածություն էր արել, լուր էր հասցրել, բայց չար մտադրությամբ։ Եվ տեսանք, թե ինչպես Դովեկը Սավուղ թագավորի հրամանով
տաճարում ծառայող բոլոր քահանաներին, նրանց ընտանիքներին, նրանց քաղաքում ունեցած կին ու երեխա մեծ ու փոքր, մինչև իսկ անասուններին սրի բերնով անցկացրեց։ Այս ահավոր եւ սաստիկ ու պիղծ չար արարքից հետո Դավիթը այս սաղմոսն է գրի առնում եւ մեր առջև մեծ օրինակ է կանգնում, Աստծո խոսքն է տալիս մեզ, թե հավատացյալը չարախոսվելու պահին ինչ պիտի անի, ինչ պիտի մտածի, ինչ պիտի ասի, ինչպես պիտի վարվի։ Նշեցինք, թե այս սաղմոսի մեջ նշված 6 կետերից առաջին 3-ի մասին խոսեցինք, որտեղ ժամանակը սահմանափակ էր։ Եթե հիշեք, ասեցինք այս 3-ը։ Նախ հավատացյալը հիշելու է, որ չարախոսությունը մեղք է։ Slander is a sin. We have to remember that, like David did. Երկրորդ, հիշելու ենք, թե չարախոսին Աստված կպատժի. God will punish, give due to the slanderer. Եվ երրորդ, չարախոսի պատիժը տեսնելով մենք Աստծուց պետք է երկյուղենք, Աստծուց պետք է վախենանք։ Իսկ այսօր Տերոջ շնորհքով մեր ուշադրությունը հաջորդ 3 կետերի վրա պետք է կենտրոնացնենք։ Ուրեմն 4-րդ կետը, որ այս սաղմոսի մեջ Դավիթը չարախոսվելու պահին մեզ ցույց է տալիս եւ կատարեց եւ այդ անելով մեզ համար մի աստվածաշնչային օրինակ եւ տիպար է թողնում, որ մենք էլ նույն պարագայում այդպես անենք, նա իր ուշադրությունը չարախոսողի վրա կենտրոնացնելու փոխարեն, instead of focusing on the slanderer, իր ուշադրությունը կենտրոնացնում է իր կյանքի վրա։ Իր կյանքին է զգուշություն անում եւ Աստծո ողորմությանն է հուսում։ Ընդհանրապես, մարդիկ, երբ որ չարախոսության են մատնվում, երբ որ լուրը նրանց ականջին է հասնում, անմիջապես շատ բարկանում են եւ սկսում են փրփրալ, քրքրվել, հեռաձայներ բանալ, օրնիփուն շարունակապար իրենց ամեն հանդիպողին, գնացող գալացողին այդ չարախոսողի մասին են արտահայտվում, նրա անպարշտության մասին են խոսում, չգիտես ինչպիսի անձնավորություն է այդպիսի բաներով իրենց ուժասպառ են անում։ Իրենց միտքը, ներքնաշխարը, բոլոր ուժը, կարողությունը զբաղեցնում են, ծախսում են այս վիճակի հասցնող անձի վրա։ Եվ այս անելով հաճախ իրենք էլ հեռու չեն մնում մեղքից։ Կամա կամ ակամա, ուզելով կամ չուզելով, այսպես այնպես իրենք էլ հանցանքի մեջ են ընկնում, որտեղ Աստծո խոսքն ասում է շատ խոսքերի մեջ մեղքը պակաս չի։ Իրենք էլ ընկնում են այդ դժվարությունների մեջ, կամ եթե մեղք չգործեն, այդքան այդ մարդու մասին մտածելով իրենք սկսում են հուսահատվել, սկսում են ընկճվել, սկսում են depression ապրել, հոգեճնշման են ենթարկվում եւ կյանքը մռայլվում է։ Բայց նայեցեք 8-րդ համարում։ Look at 8 verse. Դավիթի վկայությունն ենք տեսնում, Դավիթի խոսքն ենք լսում, ինչ պիտի ասենք։ Նա ասում է. բայց ես կանաչացած ձիթենու նման եմ Աստծո տանը։ Այս վկայությունով Դավիթը մեզ ուսուցանում է, թե հավատացյալը չարախոսության մատնված պարագայում իր ուշադրությունը իր դեմ չարախոսի վրա դնելու չի, այլ ընդհակառակը իր ուշադրությունը հենց իր անձի վրա, իր վիճակի, իր դրության վրա պիտի կենտրոնացնի։ You have to focus on yourself. Այդ անելով այս երկու ճշմարտություններին է անդադառնում։ Եվ այդ անդադարձումով հանցագործությունից, մեղանչությունից, ընկճվածությունից, ներքնապես տկարանալուց, թառամելուց, թոշմելուց, մռայլվելուց ապահով եւ զերծ է մնում։
Առաջին ճշմարտությունը, որ նա իր մասին մեզ ու բոլոր մարդկանց խոսում է ասելով, այն է թե հակառակ տեղի ունեցած իրավիճակին, հակառակ այն չարախոս եւ չարագործ մարդկանց արածին, ասում է ես կանաչացած ու թարմ ձիթենու պես եմ։ Այս համարի բանալի բառը բայցն է, հակադրական շաղկապ է։ It's a contrasting word, but. Բայց բառը ցույց է տալիս մի տարբեր վիճակ, մի հակասություն, մի տարբերություն, բայց ասելով Դավիթը իր անձը այն չարամիտ եւ չարագործ Դովեկին եւ իրանից ավելի չարամիտ չարագործ Սավուղին է համեմատում եւ հակադրում։ Սավուղը Դավիթի մասին եղած չարախոսությունը լսելով, նամանավանդ Աքիմելեք քահանայի վկայությունը լսելուց հետո չափազանց սարսափահար եղավ։ Միգուցե ցույց չտվեց երեսանց, բայց իր արարքով այդպես եղավ։ Խիստ վախեցավ, տագնապի մատնվեց, he was very anxious։ Անկայուն ներքնաշխարհ ձեռք տվեց իրեն, he was very unstable։ Իր ներքին խաղաղությունը եւ հավասարակշռությունը կորցրեց։ Եվ դրա հետևանքով մեծ տխրության, ցավի, կորստյան, մեղքի եւ նույնիսկ չարագործության եւ մարդասպանության ենթակա դարձավ։ Վստահ եմ, որ եթե Սավուղը շատ բարձր տրամադրություն չուներ, որ երբ որ Դովեկին ասեց, որ նրանց սպանիր եւ Դովեկը սպանեց, Դավիթը այդքան ուրախ, Սավուղը այդքան ուրախ եւ բարձր տրամադրության մեջ չէր։ Սավուղը թեպետ պահի տակ անկառավար զգացումներից տարված այդ մի պահ կարծեց, որ եթե Դովեկին ասի, որ ամենին սպանի ինքը լավ կզգար, բայց այդպես չեղավ։ Թեպետ սպանեց ամենին Դովեկը, բայց Դավիթը, Սավուղը ներողություն, Սավուղը այդքան անվտանգ, խաղաղ, հանգիստ, ուրախ, զվարթ մթնոլորտ չվայելեց։ Թարմություն չվայելեց։ Կենսունակություն, livelihood չվայելեց։ Անցյալ անգամ տեսանք, թե Դավիթը վկայում էր, որ այն մարդը, ով ինք իր ունեցվածքի վրա, կամ իր պաշտոնի վրա, իր համբավի վրա, իր զգացումների վրա, իր մտածածի ու կարծածի վրա է հենվում, իր անձնական տվյալներին վստահելով է քայլ առնում, նա կորուստ է պատճառում եւ Աստված նրան կկործանի։ Տերը նրան իր բնակարանից կխլի։ Տերը նրան կհանի կենդանիների երկրից։ Նրա արմատը ապրողների միջից կարմատախլի։ Տերը կպատժի։ Դրա մասին խոսեցինք անցյալ անգամ։ Մի խոսքով նա կթառամի, կթոշմի, կոչնչանա։ Բայց ես այսինքն դրա հակառակ։ Այսինքն ես իմ ուշադրությունս, իմ ուժս, իմ ժամանակս, իմ տվյալներս, իմ բոլոր աղբյուրներս այսպիսի կորսվողների, this kind of losers, սրանց վրա ես պիտի կեդոնանալ, they're already lost։ Նրանց չարագործությունների վրա իմ ուժս պիտի չվատնեմ, իմ մտային կարողություններս պիտի չվատնեմ, նրանց արածները նրան պիտի չհայտարարեմ, I won't give credit to them։ Գիտեք, երբ որ նրանց մասին ենք խոսում ուրիշներին, նրանց արածը ավելի օրինականացնում ենք։ We're legitimizing their evil works when we talk about that։ Ես որևէ կերպով նրանց պիտի չնմանվեմ։ Ես իմ կյանքիս ուշադրություն պետք է անեմ։ Ես իմ խորհուրդների, խոսքերի ու գործերի վրա պիտի ուշադիր լինեմ, զգուշանամ։ Կեդոնացումս այդտեղ պիտի կեդոնացնեմ։ Եվ երկրորդ ճշմարտությունը այն էր, որ երբ իրական հավատացյալը այս պարագային բայց ես է ասում, եւ իր կեդոնացումը հենց իր անձի վրա է կեդոնացնում,
Նա ասում է, թե այս ճշմարտությունը, որին ես պիտի գործածեմ որպես բանալի, այն է, որ ես կանաչացած ձիթենու պես եմ, that's the reality. Դա իրականությունն է, այսինքն նրանց կատարած չարությունները ինձ չեն թոշմեցնում, ինձ չեն ազդում, ինձ չեն վախեցնում, ինձ մռայլ ու տխուր վիճակի մեջ չեն թողնում, որ ես մնամ, ես չեմ արտոնի, որ դա ինձ այդպիսի վիճակի մեջ տնի, որտեղ ես այդպես չեմ, ընդհակառակը ես կանաչ ձիթենու պես եմ, գիտեք կանաչ ձիթենին, Զեյթունի ծառն է, by the way, ձիթապտուղի ծառն է, կանաչ ձիթենին խիստ գեղեցիկ ծառ է, դրա մեջ կյանք կա, դրա ճյուղերը գեղեցիկ են, նուրբ են, կակող են, ծալվող են, հեշտ և դյուրին չեն կոտրվում, այդ ճյուղերի երակների մեջ յուղ է գնում գալիս, այն յուղը ամեն չորություն, ամեն անհամություն, ամեն դյուրապեկություն կակղացնում է, ամեն պարագայի մեջ շնորհք է առաջ բերում, համ ու հոտ է բաժնեկցում, ամեն ձևի և պարագայի մեջ մտնող ձիթայուղ է արտադրում, այս կանաչ ձիթենին պտղատու է, պարարտ է, դրա պտուղը խիստ համով է, ցանկալի է, օգտակար է, այգետիրոջ համար խիստ շահաբեր է, հրճվեցնող է, նրան փառավորող է։ Հիշում եք ջրեղեղից հետո, երբ որ Նոյը և տապանը Արարատ լեռան վրա հանգչեցավ, Նոյը տապանից մի աղավնի արձակեց, և աղավնին, երբ երկրի վրա շրջեց, կարդում ենք, թե նա մի ձիթենու ճյուղ իր բերանը առած, ետ Նոյան տապանը վերադարձավ։ Այսպես Նոյը իմացավ, թե այդ խեղտամահ անող ջրեղեղը կանգ էր առել, երկրի երեսը ծածկող ջրերը ցամաքել էին, երկրի վրա կյանքը նորից էր վերսկսել, այն անհույս, մռայլ, մահացու և ողջ երկրագունդը ջրի տակ խեղտող ջրեղի դառն և սարսափելի պատուհասից հետո ձիթենու այս կանաչ դալար ճյուղը նոր կյանքի նշանն էր, նորոգված հույսի նշանն էր։ Այս նմանապատկերով էլ Աստծո խոսքը Դավիթի բերանով վկայված մեզ ուսուցանում է, թե իրական հավատացյալը անկախ թե նույնիսկ չարախոսվի նույն անարդարության մատնվի, տեսակ անիրավություններ և զրկանքներ կրի, նա տակավին կարող է Դավիթի նման կանաչ ձիթենու պես լինել, որտև այդպես է, թարմացած կենսունակ մնալ, կանաչ և գեղեցիկ լինել, ձիթենու պես յուղալի լինել, շնորհք և համբերություն ցուցադրել, գթառատ ու երկայնամիտ լինել, իր դեմ չորությամբ, կոշտությամբ, անհամությամբ, անկարգությամբ, անպատեհությամբ վարվողներին ողորմություն և շնորհք երկարել, ձիթայուղի պես նրանցից վնասվածներին, վտանգվածներին, խոցոտվածներին ու վիրավորվածներին էլ որպես բալասան ու բժշկության, վերականգնեցման, քաջալերության, հուսադրության և օրհնության աղբյուր և միջոց դառնալ։ Սակայն այս օրհնյալ կանաչ դալար թարմ հոգևոր վիճակը մեր մարդկային ուժերով տիրապետել և ունենալը անհնար է։ Մենք մեզ թողված չենք կարող կանաչ մնալ, այդ կանաչությունը ձեռք բերել, այդ դալարությունը, այդ օգտակարությունը ձեռք բերել, այս հիանալի վիճակին հասնելու համար դրա գաղտնիքն ու բանալին այնինչ է, որ Դավիթը մեզ ասում է ու վկայում է, թե ես կանաչացած ձիթենու նման եմ Աստծո տանը, բանալին Աստծո տանի մեջն է, Աստծո ներկայության մեջն է, այնտեղ, ուր այսպիսի օրհնյալ վիճակի կարելի է հասնել, Աստծո ներկայությունն է,
Աստծո տունը նրա ներկայությունն է ցուցաբերում։ Այսինքն Աստծո տուն ասելով Դավիթն ուզում ասել, թե իմ կանաչության, թարմության, կենսունակության, երկայնմտության, համբերության, ցնծության, ուրախության, խաղաղության ակը Աստված է։ Նրա օրհնյալ ներկայությունն է։ Այսօր հավատացյալներիս համար էլ պարագան նույնն է։ Երբ որ մենք Դավիթի նման որևէ անիրավության մատնվենք, մենք մեր ուշադրությունը այդ անիրավների վրա կենտրոնացնելու փոխարեն մենք մեր կյանքի, մեր խորհուրդների, մեր խոսքի, մեր վարվելակերպի վրա պիտի կենտրոնացնենք։ Եվ անմիջապես Աստծո ներկայության մեջ պիտի գանք. You ought to come to God's presence immediately when you are subjected to such slander. You have to come to God. Թեպետ Աստված ամենուր է, ամենտեղ է։ Սակայն Աստված իր էություն, իր մասին ճշմարտությունը եւ մեր անձն ու հոգին թարմացնող, պարարտեցնող ճշմարտությունները իր խոսքի միջոցով է մեզ հայտնում։ Նաեւ մենք մեր նրա հետ ունեցած հոգեվոր հաղորդակցությունը վայելելու համար աղոթքով ենք նրան մոտենում։ Նրանից ուղղություն, օրհնություն, ցնծություն, խաղաղություն, թարմություն, պարարտություն, ուժ, կարողություն, համբերություն ունենալու համար մենք դիմում ենք մեր Աստծուն աղոթքով։ Երբ որ նրա գահին ենք մոտենում, թե մեր փառաբանությունները եւ թե մեր աղերսանքները գոհությունով մեկտեղ նրան ենք ներկայացնում եւ Փիլիպեցիս 4:6-ի մեջ Աստծո խոսքը մեզ վստահեցնում է եւ հրամայում է ասելով, որ մենք ամեն բանի մեջ, ամեն պարագայի ընթացքում, in any circumstance, not for any circumstance, in any circumstance, գոհությունով, with thanksgiving, մեր խնդրվածքները հայտնի անենք Աստծուն. Our request be known unto him. Եվ նրա խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, մեր միտքը եւ մեր ներքնաշխարհը, մեր հոգին կպահպանի Քրիստոս Հիսուսի մեջ։ Մի շատ նուրբ կետ էլ նկատի առնենք։ Շատ նուրբ կետ է սա։ A very small point. Դավիթը չի ասում, որ ես կանաչ ձիթենու պես կլինեմ։ He doesn't say I will be like a green branch. Ասում է ես կանաչ ձիթենու նման եմ։ Արդեն ես կանաչու տալար եմ։ Արդեն ես պարարտ ու ցնծուն եմ։ Ինչու՞։ Որտե շատ խելացի մարդ եմ։ Ոչ։ Ես շատ լավ Աստվածաշունչը գիտեմ։ Ոչ։ Սաղմոսները ես եմ գրել։ Ոչ։ Որովհետև նա Աստծո տան մեջ է։ Նա Աստծո ներկայության մեջ է։ Դուրսը ինչ է պատահում։ Ով ինչ ուզում է թող ասի։ I am in God's presence. Դրա համար կանաչ եմ։ Դրա համար չեմ վախենում։ No fear of man. Երբ որ Աստծո մեջ ենք։ Ուրիշ տեղ նա գրում է, թեև մահվան շուքի ծորի մեջ էլ որ պտտեմ, չարիցը չեմ վախենա։ Why? Ինչու? Որովհետև քո ցուպը եւ քո գավազանը նրանք ինձ մխիթարում են, այսինքն they strengthen me. Ինձ զորացնում են. They give me that sap. Այդ ուժը, այդ հյութը քեզանից եմ ծծում։ Սաղմոս 1:3-ի մեջ Աստծո խոսքը Աստծո ներկայության մեջ եւ Աստծուն մոտիկ եւ սերտ հարաբերության եւ հաղորդակցության մեջ ապրող անհատին մի վազող եւ գնացող ջրի գետափների կողքին տնկված ծառի է նմանեցնում,
որ շարունակաբար այդ ծառը, այդ վազող, զուլալ, մաքուր ջրերից իր արմատներով ծծում է եւ խմում է։ Երբեք չորության չի մատնվում։ Եվ երբ որ այդ հագեցնող ջրերից մշտատև խմում է, այդ ջրի ներկայության մեջ է ինքը, ասում է, որ նա իր պտուղը տալիս է իր ժամանակին։ Նա ապրում է եւ արտադրում է ճիշտ իր ստեղծագործության նպատակի համեմատ։ Սրան ասում են կատարյալ, perfect։ Օրինակի համար, երբ որ դու խնձորի ծառ ես ցանում կամ նարինջի ծառ ես ցանում քո բակիդ մեջ, եւ անցնում է մի քանի տարի եւ սկսում է համով գեղեցիկ պտուղներով լցվի եւ քաղում ես, ուտում ես, ասում ես perfect։ Ծառը perfect է ոչ, խնձորը perfect է ոչ, բայց ծառն ու խնձորը ծառայում են այն նպատակին ճիշտ, որի համար դա տնկվել էր։ Ինչու, որտեվ ջրերի ափերին է տնկված եւ իր պտուղը տալիս է ճիշտ իր ժամանակին։ Նրա տերևը չի թափվում, չորության չի մատնվում, մնում է դալար, կանաչ, կակող, գեղեցիկ, պտղատու։ Եվ ամեն ինչ, որ անում է, խնձորի ծառը ինչ կանի։ Խնձոր կտա։ Ամեն ինչ, որ անում է, հաջողվում է նրան։ Նայում ես վերև, լեցուն խնձոր կա։ Ով է Աստված, ես ինչքան խնձոր։ Իսկ այս մարդուն Աստծո խոսքը ասում է, սա երանելի մարդ է, սա երջանիկն է, սա իր նպատակին կատարելապես ծառայող էակն է։ Եվ ասում է, այս մարդու հաճությունը, the desire of this man, այս մարդու փափակը, այս մարդու ուզածը, գիտեք ինչ է։ Այդ ծառի ուզածը ինչ է։ Այս մարդու հաճությունը եւ այս փափակը Տիրոջ օրենքի մեջ է։ Այդ ծառի արմատների փափակը այդ ջրի մեջ մտնելն է։ Գիշեր ու ցերեկ նրա օրենքի մասին է մտածում։ Այս օրենքը այն ֆիլտրն է, որի միջոցով նա նայում է բոլոր կյանքին, ամեն պարագաներին։ Դավիթը այս կետում իր ուշադրությունը հենց իր կյանքի եւ բարեպաշտության վրա կենտրոնացրած ամենայն զգուշությունով անելով ասում է ես Աստծո ողորմությանն եմ հուսացել հավիտյանս հավիտենից։ Շատ բարձ է, երբ որ Աստծո օրենքը դառնա քո կյանքի բոլոր մտածությունը, քո բոլոր պարագաները Աստծո օրենքի եւ Տերոջ խոսքի ճշմարտության ակնոցով նայես, այն ժամանակ այդ ակնոցից միայն դու կտեսնես Աստծո ողորմությունը, Աստծո անգլերենի մեջ ասում է the steadfast love of God։ Աստծո ամրակուր սերը, անխախտ, անխափանելի, անփոփոխելի, միշտ հաստատ, միշտ կայուն, միշտ մնայուն, անշարժ Աստծո սերը։ Որ մեզ այդ իր ներկայության մեջ է բողում։ Մեզ լեցնում է այդ զուլալ ջրի առատությունով, որպեսզի մենք մեր պտուղը ժամանակին տանք։ Հակառակ այն չարախոս մարդկանց, ովքեր իրենց մարդկային ճարպկությունների, ունեցվածքի, զգացումներին, միգուցե սավուղի նման իրենց պաշտոնին եւ համբավին են վստահում, Դավիթն ասում է, թե ես այդպիսի բաների վրա չեմ վստահում։ Փոխարեն ես, բայց ես Աստծո անփոփոխ, ամրակուր, հաստատուն, մնայուն սիրուն վրա եմ հուսացած։ Էնել հավիտյանս հավիտենից։ Աշխարհը փոխվի, իմ հույսիս արմատը չի փոխվելու։ Ինչ ուզում եք ասեք, ինչ ուզում եք արեք, ոնց ուզում եք դրեք ու դարձրեք,
տարբերություն չի անում. You're not going to change my mind. I am trusting God's steadfast love because it's steadfast. Սա նշանակում է, որ Դավիթը իմանում էր, որ ինքը անսխալական մեկը չէր։ Սակայն նա Աստծուն էր հուսացել, որտև Աստծո այս անսխալական, անփոփոխ, ամրակուր սերը նրա ողորմությունն է, որ մեզ հավատացյալներից, չարախոսներից տարբեր է դարձնում։ Եթե ոչ մենք էլ նրանցից շատ տարբեր մեկը չպետք է լինեինք։ Հարստան քեզ։ Արդյոք վերջերս քեզ բամբասող, քեզ չարախոս եղավ։ Ում վրա սկսեցիր կենտրոնացնել քո ուշադրությունը, ուժդ, ժամանակը, տվյալներդ, չարախոսություն անողի վրա, թե ոչ հենց քո վրա։ Գտնվեցիր Աստծո տան մեջ։ Ներկա եղար Աստծո ներկայության մեջ։ Աղոթքի մեջ հարատև, Աստծո խոսքի մեջ արթուն, Տերոջ խոսքի մեջ գիշեր ու ցերեկ մտածող, մտորող։ Նայեցեք, եթե չկարդանք, չենք կարող մտածենք։ Որտեղ մեր շուրջը շատ բաներ կան։ Մեր միտքը զբաղեցնող շատ բաներ կան։ Բայց մենք պետք է հատկապես Աստծո խոսքի վրա մտածելու վարժողություն ձեռք Որքան շուտ այդ վարժողությունը ձեռք ձգենք, այնքան մեր կյանքում հաջողակ եւ պտղատու հոգեվոր կյանք կարող ենք ապրել։ Ինչքան ուշացնենք, այնքան ավելի տկար կլինենք, այնքան ավելի անկումների ենթակա կլինենք։ So երիտասարդներ, please listen well. Get in the habit, a daily habit of staying in God's word. Read, think, journal, write your thoughts. This is a good habit. This is a life-giving habit. Ուրեմն չորրորդ կետ այն էր, որ you have to think about yourself. You have to worry about yourself. You have to focus on yourself. Հինգերորդ կետում 9-րդ համարի առաջին բաժնում տեսնում ենք, թե Դավիթը չարախոսության ենթարկվելուց հետո մի ուրիշ բան է անում։ Հիմա հասանք արարքներին։ Աստծուն գովում է։ He's praising God. Աստծուն փառաբանում է։ Եվ սա մեզ ուսուցանում է, թե չարախոսվելու պարագային հավատացյալը պետք է Աստծուն պաշտի եւ փառաբանի։ Ինչ կապ ունի, շատ կապ ունի։ Սա նշանակում է, թե հակառակ այն չարախոս բամբասողներին, որ իրենց լեզուն եւ իրենց բերանը չարության համար են գործածում, չար միտումով են գործածում, լուրեր են տարածում չար շարժառիթներով, հավատացյալը ճիշտ նրանց հակառակ, բայց ես այս երկու բառերը պիտի միշտ մեր աչքի առաջ ունենանք եւ աշխարհի մեջ ենք ապրում, բայց ես մեծ փորձություններից հեռու կմնանք, but me հավատացյալը իր բերանն ու շրթունքը այն չարախոսների հակառակն է գործածում իր խոսքերը նրանց խոսքերի նման չի Հավատացյալը նույնիսկ երբ անիրավությամբ է մատնվում, նա իր բերանն ու շրթունքը Աստծուն գովաբանելու համար է գործածում։ Աստծուն պաշտելու համար է գործածում։ Նրա խոսքերը եւ նրա բերնից դուրս եկած արտահայտությունները Աստվածահաճո խոսքեր են։ It's godly words. Աստծուն բարձրացնող խոսքեր են։ Տիրոջը փառքը խոսող խոսքեր են։ Նրա բառերը եւ նախադասությունները Աստծո խոսքի համեմատ են, աղով համեմցված են, Աստծո խոսքն ասում է, որպեսզի լսողներին շինություն տան։
Նրա լեզուն քաղցր ջուր բխող աղբյուր է, որից աղի կամ տառը ջուր դուրս չի գալիս։ Աստծո խոսքը մեզ հավատացյալներից մեր լեզուն եւ մեր խոսքերը զսպելու եւ մեր բերանն ու լեզուն պատշաճ տեղին եւ օրհնաբեր կերպով գործածելու մասին շատ բան ունի սովորեցնելիք։ Շատ դասեր եւ խրատներ կան, պատվերներ կան Աստծո խոսքի մեջ։ Օրինակի համար Հակոբոս նամակ James 3:2 Աստծո խոսքը մեզ հիշեցնում է James 3:2 Turn to James 3:2 Շատ բաներով ամենքս մեղանչում ենք։ Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է, որ կարող է իր բոլոր մարմինը սանձահարել։ Ապա նայեցեք 8-րդ համարին, go to verse 8 Բայց մարդկանց լեզուն ոչ ոք կարող չէ նվաճել, to tame, այսինքն ընտելացնել, հնազանդության բերել, հպատակության դնել, ոչ ոք կարող չէ։ Մի անզուսպ չար է։ Դրանով Աստծուն ու Հորն ենք օրհնում եւ դրանով մարդկանց անիծում, նույն լեզուով, որ Աստծո նմանությունովն են ստեղծված։ Միևնույն բերանից դուրս են գալիս օրհնություն եւ անեծք, այսինքն հայոյություն։ Եվ տեսեք հաջորդ երկու բառերը։ Պետք չէ It ought not to be like this, brothers. Այսպես լինելու չի կարելի, այդ է խոսքը։ Պետք ոչ թե կարիք, այստեղ կարիքի համար չի։ Պետք չէ, այսինքն it ought not to. Այսպես լինելու չի կարելի։ Լինելու չի։ Այսինքն անհնար է։ Պետք չէ եղբայրքս, որ սա այսպես լինի։ Հապա ինչպես պետք է լինի։ Դավիթը խիստ ահավոր անարդարության մատնված պահին Աստծուն ասում է, այսպես կանեմ ես քեզ պիտի գովեմ հավիտյան եւ ավելացնում, որ դու այս արիր։ Մի րոպե։ Ինչ է սա։ Ես քեզ պիտի պաշտեմ, որովհետև դու այս արիր։ Քիչ բան չէր եղել, հիշում եք ինչ տեղի ունեցավ։ Չարամիտ մարդիկ ինչ մեծ վնասներ տվին, քանի 100, միգուցե 1000 հոգի սպանեցին, ամբողջ քաղաքը ջենոսայդ արեցին, եղեռնի մատնեցին, քիչ ցավ չէր։ Սա մոռացվելիք բան չի, սա երկի նյութ չի, սա փառաբանության նյութ չի, սա ուրախ բան չի, սա ողբալու, սգալու, կոծանք անելու պարագա է։ Բայց տեսեք, Դավիթը այս պարագայում նույնիսկ Աստծուն պաշտելը զանց չի առնում։ Աստծուն փառաբանելը, Աստծուն գովելը նախապատվություն է համարում եւ առավել դրան Աստծուն ասում է ես քեզ գովում եմ, որովհետեւ դու այս արիր։ Հիմա հարցը այս է. Արդյոք Աստված էր, որ այդ չարագործությունները գործեց։ Անշուշտ թե ոչ։ Որտեւ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, թե Աստված կատարելապես սուրբ է եւ մեղք չի գործում, չի էլ կարող գործի։ Հակոբոս 1:13-ից 14 համարների մեջ ասում է ոչ ով որ փորձության մեջ է, չասե թե Աստվածանից են փորձվում, որովհետև Աստված չար բաներով չի փորձվում, ինքն էլ ոչ մեկին չի փորձում, այսինքն չար բաներով։ Ուրեմն Աստված ինչ էր արել, որ Դավիթը նրան Աստծո արարքի համար փառաբանություն եւ գովաբանություն է մատուցանում։ What did God do that David in this particular situation is praising God for?
Նա Աստծուն փառք է տալիս, որովհետև դա Դավիթի հոգիի մեջ Աստծո կատարած վերածննդյան հրաշքի պտուղն էր, նրա ողորմության գործի արդյունքն էր, որ Դավիթ կարողանում էր չարախոսված պահին Աստծուն փառք տալ։ Սիրելի հավատացյալներ, երբ որ մենք փորձության կամ դժվար կացության պահին Աստծո շնորհքով կարողանում ենք այդ փորձության հաղթահարել, այդ նեղ եւ ճնշիչ պարագայից անցկենալով կարողանում ենք մեր հույսն ու հավատքը կանգուն պահել եւ դրությունների սպառնալիքներից անհաղթ մնալ, հիշելու ենք, թե դա մեր մարդկային արարքը չի, թեպետ մեր արարքի միջոցով է կատարվում դա, բայց մեր զորության շնորհիվ չի դա մեր մեջ Աստծո կատարած հիանալի գործի արդյունքն է։ Եվ դրա համար մենք Աստծուն փառք ենք տալիս։ Կացության համար Աստծուն փառք չենք տալիս, որ մարդիկ մեռան, եղերն եղավ, քահանաները սպանվեցին, ոչ, դա տրամաբանական է, բայց Աստծուն փառք ենք տալիս, բայց եսի համար, բայց ես։ Աստծո գործի շնորհիվ էր, որ մենք կարողանում ենք Աստծո խոսքը միտք բերել, Աստծո խոսքի մեջ հնազանդություն անել, դրա համեմատ չափել, կտրել, հետո խոսել, Աստծո խոսքի հնազանդություն անելով վարվել, սա Աստծո Սուրբ Հոգու գործն է մեր կյանքի մեջ։ Մենք Աստծուն իր գործի համար, իր խոսքի համար, մեր մեջ կատարած հարատև եւ շարունակվող սրբագործության համար պիտի գովենք եւ դրա համար է, որ մենք օրն ի բուն Աստծուն ենք գովում, ամեն շաբաթ այստեղ ենք։ Ամեն օր մեր տան մեջ, ամեն վայրկյանին Աստծուն փառք ենք տալիս։ Պողոս առաքյալը Կողոսեի մեջ հավատացյալներին Աստծո նրանց մեջ կատարած գործի համար պատվիրում է, որ նրանք եւ նրանց պես նաեւ մենք Աստծուն գոհություն տանք։ Դարձեք Կողոսացիս 1:9. Turn to Colossians 1:9 to see how we ought to praise God for the work that He has done within us for us to be able to praise God in any circumstance. Colossians 1:9. Կողոսայի հավատացյալների համար Աստծուն փառք է տալիս։ Եվ այս է պատվիրում, դրա համար էլ մենք այն օրից հետո, որ լսեցինք ձեր մասին, չենք դադարում ձեզ համար աղոթք անելուց եւ խնդրվածք մատուցանելուց, որ լցվեք նրա կամքի գիտությունով, այսինքն Աստծո խոսքով լցվեք։ Ոնց են կարող Աստծո խոսքով լցվել։ Facebook նայելով Աստծո խոսքով չես լցվի։ Ժամանակդ վատնելով Աստծո խոսքով չես լցվի։ Աստծո խոսքը կարդալով Աստծո խոսքը կլցվի քո մեջ։ Աստծո խոսքին մտիկ տալով Աստծո խոսքը կլցվի քո մեջ։ Լցվեք նրա կամքի գիտությունով, ամեն իմաստությունով եւ հոգեվոր հանճարով, որ դուք գնաք, այսինքն ապրեք, վարվեք, ինչպես արժանի է Տիրոջը, բայց ես ամեն բանի մեջ, ամեն պարագայի մեջ, հաճո լինելով նրան, ամեն բարի գործերով պտղաբեր լինեք, իր պտուղը տալիս է իր ժամանակին, և աճեք Աստծո գիտության մեջ, հաշտուր դու քեզ, որքան եմ աճել Աստծո գիտության մեջ, համեմատած հիմա եւ անցյալ ամիս, անցյալ տարի, 5 տարի առաջ, 10 տարի առաջ։ Մենք պետք է մեզ չափենք, եթե չչափենք, մեր աճը չենք տեսնել եւ կկարծենք, որ միշտ այսպես ենք եղել ու միշտ այսպես կմնանք։
Եվ երբ որ այդպես անենք, ասում է ամեն զորությունով զորացած իր փառքի զորության համեմատ նրա փառքի զորության չափանիշով ամեն համբերությամբ եւ երկայնմտությամբ մեջ ուրախությունով գոհություն տակ հորը, որ մեզ արժանեցրեց մասնակից լինելու սրբերի վիճակին լույսումը, որ մեզ փրկեց խավարի իշխանությունից, փոխադրեց իր սիրելի որդու արքայության մեջ։ Երբ որ այս անենք, այն ժամանակ Աստծո արած գործը մեզ համար գովելի կդառնա, կանդրադառնանք թեպետ երկայնմտության, համբերության, զորության պտուղներով կլցվենք եւ այդ պտուղները կցուցաբերենք, բայց Աստծուն փառք կտանք այն պտուղների համար, որտեվ նա այդ գործը մեր մեջ սկսեց, նա մեր մեջ տնկեց այդ ծառը, որ հիմա պտուղ է տալիս։ Դրա համար է Դավիթն ասում. Քեզ կգովեմ, որ դու արիր այս։ Այս համարներում տեսնում ենք, թե առաքյալը հավատացյալների մեջ կատարված արդարացման եւ նրանց մեջ շարունակվող սրբագործման ընթացքի համար եկեղեցուն պատվիրում է, որ հավատացյալները Աստծո խոսքով զորանան։ Strengthen yourself with God's word, God's promises. Որ Աստծո իմաստությունը եւ Աստծո հանճարը, իմաստություն եւ հանճարը մի քիչ տարբեր են իրարից։ Իմաստությունը այդ թեորին է, գործնականության սկզբունքներն են, հանճարը գիտությունն է, այս գիտությունը ստանալով, Աստծո այս արարքի համար Տիրոջ փառք տալու ենք։ Դավիթն ասում է, ես քեզ պիտի գովեմ, որովհետև դու էիր, որ ինձ կարողություն եւ կամեցողություն տվիր, որ չարախոսի դեմ անիրավ մարդկանցից տարբեր բնություն ունենամ, նրանց չարության արարքների պես չմտածեմ, չխոսեմ, չգործեմ։ Ուրեմն հավատացյալներս մեր հոգևոր հաղթանակները միմիայն Աստծուն պիտի վերագրենք եւ դրանց համար Աստծուն պիտի գովենք։ So you ought to praise God. 6-րդ եւ վերջին կետում 9-րդ համարի մեջ վերջավորության Դավիթն ասում է. մի ուրիշ բան էլ է անում. Եվ քո անունիդ պիտի սպասեմ, որովհետև բարի է քո սրբերի առաջին։ Դավիթը իր բոլոր աստվածավախ եւ աստվածահաճո մտքերով, խոսքերով, արարքներով մի զգացային, մի յութոպիայիկ, մի ցնորավիճակ երազանման դրախտային երազների մեջ չէր ապրում։ Դավիթը շատ իրատես մարդ էր, իրողությունը լավ հասկացող էր, իրականության հետ ուղիղ վերաբերվող անձնավորություն էր, պարզապես որովհետև նա Աստծուն էր վստահում, հույսը Աստծո վրա էր դրել, ուշադրությունը չայերի վրա չէր, իր վրա էր մտածում եւ Աստծուն գովելուց ետ չէր մնում, դա չի նշանակում, որ նա ցավ չէր զգում։ Դա չի նշանակում, որ նա ցնորային վիճակում էր, աշխարհից կտրված մի ուրիշ մոլորակի վրա էր ապրում։ Ոչ։ Դավիթը մարդ արարած լինելով, նա էլ էր փափագում, որ որքան կարելի է շուտ այս անիրավությունը պատժվի։ Մենք էլ ենք այդպես։ Հնարավորինս արագությամբ Աստված իր վրեժը լուծի, դրանց դասը տա, որ մյուս անգամ այսպես բան չանեն։ Հաճախ մենք այդ վիճակի մեջ ենք գտնում մենք մեզ։ Անհամբեր։ Բայց Դավիթը չարախոսելու պահին մեզ սովորեցնում է Տիրոջը սպասել։ Ճիշտ հակառակ։ Բայց yes։ Այս օրերից նամանավանդ արևմտային երկրների մեջ, ուր հնարագիտությունը, տեխնոլոգին այնքան արագ է, այնքան ձեռնհաս է, կարևոր չէ ինչ կարիք ունես տան մեջ, օճառ կարիք ունես, միս կարիք ունես,
Ավել կարիք ունես, չգիտեմ, սավան կարիք ունես, նույնիսկ ինքնաշարժ կարիք ունես, բավարար է, որ հեռաձայնդ բանաս և գնաս www.այսինչ.com և կոճակները սեղմես, credit card-իդ նոմբերը տնես ու հաջորդ մի քանի օրվա մեջ այդ քո պատվիրածը դրան առաջին կբերեն ու քեզ thank you էլ կասեն։ Այդքան արագ։ Էլ մարդիկ սպասելու կարևորություն չեն տալիս։ Իրականության մեջ սպասելը վատ բան են կարծում։ Սպասելը ժամանակի կորուստ է ու ժամանակը եթե ոսկի է, ուրեմն սպասելը ոսկու կորուստ է։ Լավ բան չի սպասել։ Այդ են կարծում մարդիկ։ Եվ այդպես էլ ապրում են։ Այնպես որ նույնիսկ ճաշարանները այսօր, որ մարդիկ գնում են ճաշարան, որ նստեն, հանգստանան, իրենց սպասարկեն, գիտեք, հին ժամանակ այդպես էր։ Որ մարդիկ ճաշարան էին գնում, այսինքն նրանք վազվզուկից ուզում էին մի պահ ազատվել, որ ուրիշը իրենց մատուցի։ Իրենք աման չլվան, չտանեն, չբերեն, նստեն, խոսեն, լավ ժամանակ անցկացնեն, մի քիչ երկարատև, բայց ոչ այսօրերիս։ Fast food. Արագ ճաշ։ Մեքենայով մտնում ես ճաշարան։ Մարդիկ, հիմա ալևս մարդիկ էլ չկան, ռոբոտները, քեզ ճաշդ արդեն իսկ դու մինչև parking lot-ից պտտվում ես, մտնում ես ճաշարան, արդեն քո order-ըդ ինտերնետով տվել ես իրենց, նախքան հասնելդ։ Փակեթի վրա պատրաստ ամեն բանով, պատուհանից տալիս է քեզ, դու առնում ու արագ քշում ես ու քշած ժամանակդ համբուրգեր ես ուտում։ Right? Բոլորս էլ արել ենք այդ։ Ինչու, որտեղ սպասելը վատ բան է։ Ինչ ասել է, մնամ, սպասեմ, որ ինձ մի պնակ կերակուր տակ։ Waiting is no good anymore. But the Bible teaches us the contrary. Դավիթն ասում է, ես քեզ պիտի սպասեմ։ Քեզ պիտի սպասեմ։ Մարդիկ չեն ուզում սպասեն, բայց ես քեզ կսպասեմ։ Սավուղը չսպասեց։ Հարցուփորձ չարավ։ Տիրոջը չհարցրեց։ Հենց որ տեսավ իր ծառաները չեն սպանում, Դովեկ ջան, դու կնա սպանի։ Այնելը Աստծուց էր ուզում տեսնել բան։ Պատրաստ էր չարության համար։ Չար մարդը ինչ կանի, չարություն կանի։ Դովեկն էլ վեր կացավ, սուրը վերցեց, ամենը սպանեց։ Ինչ է նշանակում։ Երբ Դավիթն ասում է, ես քո անունին պիտի սպասեմ։ Այսինքն ինչ։ What does it mean, I will wait upon your name? That doesn't make sense. Պատճառը այն է, որ մենք չենք հասկանում անուն այսինքն ինչ։ Տեսեք, Աստվածաշնչի մեջ անունը տվյալ անձի յուրահատկություններն է ներկայացնում։ Երբ Աստված ասում է իմ անունս Յահվե է, սա նշանակում է, թե Աստված ներկայացնում է մեզ իրեն որպես հավատարիմ, ուխտապահ, անփոփոխելի, հավիտենական, ամուր, անշարժ։ Ուրիշ բոլոր աստվածային հատկանիշները։ Դավիթը այս սաղմոսը գրելու ժամանակ հենց Յահվե Աստծուն է գրում։ Եվ հիմա չարախոսվելու պահին էլ նույն Յահվե Աստծուն է հուսացած։ Դրա համար ասում է ես քո անունին կվստահեմ։ Ուրեմն երբ որ մենք ասում ենք ով Յահվե Տեր Աստված մեր աղոթքի մեջ։ Մենք ուզում ենք ասել ով Տեր, ես քո անձին եմ վստահում։ Ես քո այդ կատարելություններիդ եմ դիմում։ Ես գիտեմ քո անունդ քեզ է ներկայացնում։ Յահվե Աստված քեզ եմ սպասում։ Նա իմանում էր, որ Աստված Յահվե լինելով իր զավակներին անտեր, որբ, անճար եւ անօգնական չի թողնի։ Նա գիտեր, թե այս Յահվե Աստվածը, ով ուխտել է իր հայրական, գթառատ, ամուր, անխախտ, հաստատ սերը,
ողորմությունը, շնորհքը դրանց իր զավակներից յետ չի պահել։ Եվ անպայման իր ամենաիմաստուն, ամենահարմար, ամենագետ, գերիշխան սուրբ կամքի համաձայն իր ճիշտ ժամանակին իր արտարադատությունը կցուցաբերի, չարախոսը կպատժվի, վրեժը կլուծվի, բոլոր անզեղջ մեղավորները սուրբ արտարադատության կենթարկվեն։ Ուրեմն Դավիթը իր դատը այս Յահվե Աստծուն է հանձնում եւ ասում է ես քո անունին կսպասեմ։ I will wait upon your name։ Գիտեք ինչու պետք է մենք էլ մեր դեմ անիրավներին գրած պարագային Աստծո անունին սպասենք։ Why do we have to wait? Ասեմ ձեզ։ 9-րդ համարի մեջ Դավիթը պատճառը տալիս է, որովհետև բարի է քո սրբերի առաջին։ Ինչն է բարի։ Սպասելը։ No։ Սպասելը հեշտ բան չի։ Սպասելու մասին չի խոսում Դավիթը։ Բարությունը սպասելու ածականը չի։ Այլ բարությունը Յահվե Աստծո ածականն է։ Աստծո Յահվե անունը Աստծո սրբերի առաջին բարի է։ Լավ է, ուղիղ է, պատշաճ է, ճիշտ պետք եղածն է։ Պատճառը, որ մենք անիրավություն կրելու պարագային եւ դրա նման ուրիշ որևէ չարախոսություն կամ ինչ որ է։ Մեր Յահվե Աստծո անունին պետք է սպասենք, քան թե ուրիշ բաների կամ դիմենք աճապարանոք մեր աղբյուրներին, մեր ձեռքով կատարած արտարադատության, այն է, որովհետև միայն Յահվե Աստվածն է, որ իր բոլոր էությամբ եւ իր բոլոր գործերով կատարյալ է, անսխալ է եւ երբեք սխալ թույլ չի տալիս։ Եթե մենք մեր ձեռքով արտարադատություն ճանանք անել, որովհետև մենք սխալական ենք, հավանականությունը կա, որ սխալվենք։ Ուստի ավելի լավ է մեզ համար այս անսխալականին սպասենք, որպեսզի ինչ ցավալի հատուցում որ պիտի լինի, թեպետ ցավալի է, բայց ուղիղ է, դրա մեջ սխալ չկա։ Երբ մարդիկ հարցնում են, ինչու են մեղավորները դժոխք գնում, Աստված չի, որ նրանց դժոխք է ուղարկում։ Իրենք իրենց չարության արտար եւ սուրբ հատուցումն են ստանում։ Ուղիղ է, այո։ Ցավալի է, այո։ Արտար է, այո։ Անսխալական է, այո։ Ինչու՞, որտեղ Աստված է անում այդ։ Վայ, եթե մենք արած լինեինք, անպայման կսխալվեինք։ Մի օգուտ դրախ կուղարկեինք, որ պետք չէ գնար, եւ կարելի է մի օգուտ դժոխք կուղարկեինք, որ պետք չէ գնար։ Բայց երբ Աստված է անում դա, բարի է։ Որտեղ Աստված կատարյալ է, ամենաիմաստունն է, երբեք չի ստում, նրա մեջ դարձվածքի շուք անգամ չկա ասում Աստծո խոսքը։ Ճշմարիտ է նա, սուրբ է, անսխալ է, անսխալական է։ Նա իր զայրույթը, իր հատուցումը գործադրում է առանց մեղքի, առանց սխալի եւ իր ուղղարարությունն է ցուցաբերում։ Դրա համար նրանքս ովքեր Յահվեին ենք վստահում, նույնիսկ անիրավություն կրած ժամանակ, դա մեզ համար բարի է, մխիթարանք է, ուժ է, կարողություն է, սփոփանք է, խաղաղություն է։ Գիտենալով, որ Աստված, երբ մեղավորներին իրենց արդար պատիժը տա,
Մենք կարող ենք միշտ վստահ լինել, որ նա երբեք որևէ մեկի հանդեպ սխալ չի անել։ Ու դա բարի է։ Իսկ Աստծուն սпасել չի նշանակում ոչինչ անել։ Նստել դիվանի վրա ու ամբողջ օրը սпасել, որ Աստված մի բան անի։ That's not what it means when I say wait upon God. Աստծուն սпасել չի նշանակում, որ մենք ծեծ ուտենք, հետո թողնենք, որ մարդիկ ինչքան ուզում են մեզ ծեծեն։ Ու մենք ոչ մի բան չանենք։ Ոչ։ 1000 անգամ ոչ։ Սրանց առաջ ասել եմ։ Հավատացյալները դրան արջևը ընկած փոշու լաթը չեն, որ ամեն մարդ կա իր կեղտոտ ոտները մեր վրա սրբի ու նոտիներս։ Աստծուն սпасելը կրավորական դեր ստանձնել չի։ Ընդհակառակը շատ գործնական եւ գործակատար ակտիվ արարք է։ Աստծուն սпасել նշանակում է Աստծո ճշմարտությունով զորանալ, քաջանալ, մարդուց չվախենալ, միայն Աստծուց վախենալ, իմաստություն ձեռք բերել, խոհեմություն գործադրել, գիտություն ամբարել, ճշմարտության ետևից լինել, պրպտել, հասկանալ, գործադրել։ Աստծո խոսքը եւ ճշմարտությունը եւ ֆակտերը ոտնակող չանել, զգացումներով չվարվել, այլ տրամաբանությամբ վարվել։ Քաջաբար պաշտպանենք ճշմարտությունը, նույնիսկ եթե դա մեզ համար սուղ պիտի արժի։ Աշխատանքիդ մեջ, տան մեջ, հարաբերություններիդ մեջ, ամուսնությանդ մեջ, գործիդ մեջ, եկեղեցիդ մեջ, տարբերություն չի անում։ Մենք մի գիշերվա մեջ այսպես քաջ եւ անվախ չենք դառնում։ Ընդհակառակը սա ամբողջ կյանքի ընթացքում շարունակական մարզական մարզողության եւ վարժողության կարիք ունի։ Ուստի տեղին եւ բարի է, որ մենք անիրավություն կրելու պահին մեր իրավունքները պահանջենք, ճշմարտությունը դուրս հանենք, պրպտենք, ակտիվ կերպով, պետք եղած օրինավոր միջոցներին դիմենք, ամենայն իմաստությամբ, համբերությամբ, մտածողությամբ, խոհեմությամբ, երկնային իմաստությամբ, աղոթքով, խաղաղությամբ, խորհրդակցությամբ, սրան նրան հարցնելով, աստվածավախ մարդկանցից ուղղություն խնդրելով, լիարժեք հատուցման համար ետևից լինել։ Եվ վերջավորության ծայրագույն դեպքում ամեն բանի մեջ, ամեն քայլափոխին Յահվեի անունին վստահել, որ նա մեր դեմը ուղիղ մարդիկ պիտի հանի, ուղիղ պարագաներ պիտի բացի, մեզ իմաստություն պիտի տա, մեզ համբերություն պիտի տա, ուր որ կարիք կա համբերել կհամբերենք, ուր որ կարիք կա դիմանանք կդիմանանք, ուր որ կարիք կա լռենք կլռենք, ուր որ կարիք կա խոսենք կխոսենք, ուր որ կարիք կա հանդարտ մնանք հանդարտ կմնանք, ուր որ կարիք կա խոսենք եւ պնդենք կպնդենք։ Դա է նշանակում Աստծուն սпасել։ Միայն նա է, ով կարող է կատարյալ եւ սուրբ իմաստությամբ, կատարյալ եւ սուրբ անսխալականությամբ, կատարյալ եւ սուրբ արդարությամբ չարին իր չարության համար արդար կերպով մեղանչել, դա միայն Աստված է։ Այս իման վրա է, որ Եսայի 40-րդ գլխի 31-րդ համարը, Isaiah 40:31 Աստծո խոսքը մեզ Յահվեին սпасելու համար այսպես է ուսուցանում։ Turn to Isaiah 40:31 40:31 Տիրոջը կամ Յահվեին հայերեն ասում է ապավինողներ կամ սпасողներ, those who wait upon the Lord։ Յահվեին սпасողները կնորոգվեն ուժով։ Your strength will be renewed։ Թևերով վեր կսլանան, you'll be flying over the situation։ Արծիվների պես, գիտեք, արծիվը բարձր է թռչում։ Երբ որ բարձր թռչես, որքան ավելի բարձր թռչես, սավառնես, այնքան ավելի շատ տարածք կտեսնես։
Բայց երբ որ հավի նման գլուխը կտ գետնի վրա ունես, մենակ աչքիդ առջև կուտը կտեսնես, ամենը չես տեսնի։ Բարձր կսլանան, կվազեն եւ չեն վաստակիլ, կգնան եւ չեն հոգնիլ։ This is God's promise. Նրանք ովքեր Աստծուն են սպասում ուղիղ ձևով։ Դարձեք ողբ Երեմիա, Lamentations 3:25 եւ 26, 3:25 and 26. Ասա խոսքն ասում է. It is good, բարի է Յահվեն իրեն հուսացողներին կամ իրեն սպասողներին. God is good to those who wait upon him. Այն անձին, որ նրան է որոնում, ամեն պարագայի մեջ։ Լավ է հուսալ եւ սպասել։ Հակառակ այն ինչ որ աշխարհն է մեզ սովորեցնում, որ լավ չի հուսալ եւ սպասել։ No, լավ է, it's good. Լավ է հուսալ եւ սպասել լրությունով Տիրոջը փրկությանը։ Եվ վերջնապաս, վերջին համար Սաղմոս 27:14 Psalm 27:14 Ասո խոսքը մեզ հավատացյալներիս ուղղակի, շեշտակի, յուրահատուկ հրաման է տալիս. This is a command. Յահվեին սպասիր. Սպասիր. Wait upon the Lord. Թող սիրտդ պինդ լինի. Եվ զորավոր լինի. How? Այն ծառի նման. Եվ Յահվեին սպասիր. Աղոթենք. Փառքեզ մեր Տերը քո գործնական հիանալի կերտող շինող խոսքիդ համար։ Աղաչում ենք Տեր, որ մեզ էլ այս շնորհքը անես, որ կարողանանք մեր ուշադրությունը մեր վրա կենտրոնացնենք։ Քեզ փառաբանենք այն գործի համար, որ դու մեր մեջ ես արել, որով մենք կարողություն եւ կամեցողություն ենք գտնում անելու ուղիղը, արտարը, ճիշտը, ճշմարիտը։ Նաեւ ով Տեր կարողություն տուր քո անունից սпасել, որտեվ դա է բարին մեզ բոլորիս համար։ Օրհնիր խոսքդ յուրաքանչյուրի սրտին եւ կյանքին, եւ դու փառավորվես մեր առօրյա կյանքի մեջ, եւ քո անունը տարածվի, եւ քո անուշ բույրը փուրե ամեն կողմ։ Տեր Հիսուսի անունով աղաչում